Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 եւ 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց եւ նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին կեսգիշերից քիչ անց հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցին եւ իրենց վարած Ռենո մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի մարզային վարչություն։ Հատուկ պահպանվող տարածքում մեքենան կնիքվեց։ Երկուսն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Տղամարդիկ խոստովանեցին իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ։ Պարզվեցին նաեւ գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է Ռենո մակնիշի մեքենայում։ Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդան քաղաքում, Չարենցհավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում, Լճապ, Չկալովկա եւ Նորաշեն գյուղերում։ Տարել են կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչքներ եւ այլն։ Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։